Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք 25 թվականի բյուջեն, բայց ես ուզում եմ նախ մի երկու անդրադարձ կատարել, չնայած իմ ոճի մեջ չէ, դա այստեղ քննարկել պատգամավորների ելույթները, բայց պարոն Թունյանը եկել այստեղ մի հատ էլ տենց խոսում է, ասում է, ընդդիմադիր պատգամավորները էս ասեցին, են ասեցին։ Դուք ձեր պատգամավորների խոսալուն հետևել եք, թե չէ։ Այս մարդիկ միջև չգիտեն, որ ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված իրավիճակ է փոխվել։ Եթե ընդդիմադիր պատգամավորներին չեք լսում, գոնե Խաչատուր Սուքիասյանը դրա մասին մի քանի անգամ ասել է։ Մոտեցեք պարոն Սուքիասյանին, բացատրի դրա հետ կապված ինչ է կատարվել։ Եկել եմ զարմացած դեմքով ասում է, Չեչնիան, Ռուսաստանը, Իրաքը, բանը ասես մի հատ էլ ասում է, բանա, գնացինք պրոֆեսորա դասախոսական կազմի հետ ասում է, բան այդ առաջնագից ասում է, որ պատերազմ սկսի ասում է, ընտանիքից վերցնելու եմ գնամ այդտեղ։ Հետի ասելու բան է։ Բա Սիսյանցի տղա ես։ Բա չես մտածում, որ բացի քեզնից ու քո ընտանիքից դե ուրիշ ընտանիքներ էլ կա։ Այսինքն դու պատերազմը սկսի, ընտանիքից վերցնելու ես գնաս այդտեղ, բա այն մնացած ժողովուրդը ինչ պետք է անեն։ Ու ասում ես ամենաապահով տեղը տեղա։ Ու տենց տարաբնույթ անիմաստ անկապ խոսակցություններ։ Մենք եկել ենք ստեղ քննարկելու բյուջեն։ Եվ ճիշտ այս որոշակի ձեր թեթև ձեռքով փորձում եք շեղել ենք կառուցողական քննադատությունը, որ հնչել այս ամբիոնից։ Երևի, չգիտեմ, ինչից այլ, որ տենց շատ եք ջղաձգվել։ Ես նորից էլի գանք շատ է խոսվել այս թեմայից, բայց շատ կարևոր է, որպեսզի հասկանանք ինչ է տեղի ունեցել Տավուշում։ Էլի հայտնիկ իրանցի թեման։ Ուրեմն, պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ այնտեղ անվտանգ է եւ որևէ խնդիր չկա, այդ ձեր կառուցած պատը իրանցում համարում են լացի պատ։ Լացի պատ այդ պատը, վերջերս մի քանի օր առաջ գնացել եք իրանց եւ ի զարմանս ինձ գյուղացիների մեծ մասի մոտ կար հերադիտակ։ Ես զարմացա, հերադիտակ ինչ են անում մեր ժողովուրդը։ Ասում են նայում ենք, ասում են, որ անասունը սահմանը չանցնի։ Անաստապահությունն էլ է կրճատվել այնտեղ։ Այն մարդիկ էլ, որ այդ դաշտերում ծորեն գարի էին ցանում, հիմա զրկված են այդտեղ եւ ծորեն եւ գարի ցանելուց։ Գնացեք եւ հարցրեք այդ մարդկանց։ Այդ ձմեռվա պաշարը, որ ունեին, հիմա կա թե չկա։ Դրա հետ կապված նաև բնակարանաշինության հետ 16 միլիոնների հետ կապված։ 16 միլիոնների ծրագիրը իրապես ես համարում եմ նորմալ։ Այն առումով, որ 16 միլիոնի շահառուները պետք է լինեն այդտեղի ապրող մարդիկ։ Պատահական Երևան քաղաքում հանդիպում եմ մեկի ու տենց շատ են այդ խոսակցությունները, որ այդ 16 միլիոնը վերցրել է մարդը, գնացել է տունը սարքել, ասում է տարին մի անգամ էլ կգնամ այնտեղ բան կանեմ, կուտեմ խմեմ, տունը այլ 16 միլիոն այլ կծախսեն կգնա։ Հիմա այդ գյուղացին, որը որ հող է վերցրել, որը որ պատրաստվել է, որ այդտեղ մի քանի հատ նաև ընտանիքը բազմաթիվ ընտանիքի անդամները բազմաթիվ են եւ փորձում է նաև տուն կառուցել, չի կարողանում այդ ծրագրից օգտվել։ Դադարեցված է այդ ծրագիրը։ Այսինքն այդ ծրագիրը պետք է նրա համար, որ ինչ որ մի պահի ասենք, որ այդտեղ տուն են կառուցում, բայց իրականում այն մարդիկ, որոնք այդ գյուղում կարիք ունեն այդ տան, հիմա չեն կարողանում օգտվել այդ ծրագրից։ Հող են վերցրել եւ չեն կարողանում օգտվել։ Ասում է հայտնի ֆրիկի խոստ եմ ուզում ասել, որ ասում է մեկին 1000 ձիու ջուրի, մեկին ոչ էշ ունի, ոչ էլ մաքի։ Այսինքն այն մարդը, որ մի քանի տուն ունի, 4-րդ տանը ավելանում է 5-րդ տունը, տես բազմաթիվ մարդիկ կան։ Իսկ այն մարդը, որ այդ տան կարիք ունի, չի կարողանում։ Սառեցված է այդ ծրագիրը, դադարեցված է այդ ծրագիրը։ Մեր սիրելի արցախցիների հետ վերաբերվող, ասում եք մոռացել եք արցախցիներին, մենք ոչ միայն չենք մոռացել արցախցիներին, ամեն օր այդ հանդիպումները ունենում ենք եւ երբ որ գալիս ենք ստեղ, որ ասում ենք Արցախահայերի, մեր հայրենակիցների սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ պիտի հանձնաժողով ստեղծվի ստեղ, դեմ եք քվեարկում դրան։ Այդ է ձեր վերաբերմունքը արցախցիների նկատմամբ։ Հիմա էլ ասում եք ապրիլ ամսից
պետք է այդ 40+-ը կրճատվի։ Ինչ-որ խմբերի տրվի։ Ինչ այդ մարդկանց խնդիրները վերացել են, այդ մարդիկ էլ խնդիր չունեն, այդ մարդկանց խնդիրները այնքան շատ է, դրա համար ենք ասում հանձնաժողով ստեղծեք։ Եվ այդ հանձնաժողովը ձեր թեթև ձեռամբ տապալվեց։ Ու դրա մեղավորը դուք եք։ Երևան քաղաքի բյուջե վերաբերյալ նաև լսումների, նաև կներեք հանձնաժողովի նիստի ժամանակ Տիգրան Ավինյանին մի քանի հարցեր ենք տվել։ Ասում ենք, ճանապարհը վատ է սարքվում, ասում ենք, այդ խաղահրապարակները, որ կա անորակ են, ստանդարտներին չեն համապատասխանում։ Կոռուպցիա ու կաշառակերություն է քաղաքապետարանում տիրում։ Ստանդարտներին չեն համապատասխանում, անգամ դրա մասին ձեր պատգամավորներն են ասում։ Ասում ամեն ինչ իդեալական է, նորմալ է, խնդիր չկա։ Հիմա էլ որոշել եք տրանսպորտի գինը եռակի թանկացնեք, լրացուցիչելի մարդկանց հարկային լրացուցիչելի պարտավորությունների մեջ գցեք, որի տակից այդ մարդիկ չեն կարողանալ դուրս գան։ Ասում եք այդ թափառող կենդանիների դեմ պայքարի հարցում ինչ եք արել։ Ասում է դե մարզերից ասում է կենդանիների ասում է արտագաղթ կա։ Երևան քաղաքում ասում է։ Էվրիկա, այսինքն, նայեք, այդ պոակը չի աշխատում, ամբողջությամբ կոռուպցիայի մեջ թաղված է, ասում է մարզերից արտագաղթ ասում է։ Շատ կա խոսելու, ասելու, ուրեմն սիրելի հայրենակիցներ, ժամանակս ցավոք կարճ էր, չեմ կարող իրապես շատ հարցերի լրություն դալիչում, հարգելի գործունքեր։ Սկսած ջոերի գյուղատնտեսությունում տիրող իրավիճակի մասին երկար եւ ծավալուն ելույթ էի պատրաստել, բայց իրապես ես ուզում եմ նաև մեկ թեմայի մասին անդրադառնամ, քանի որ ժամանակս կարճ է։ Մեկ անձից գնումների հետ կապված։ Ուրեմն այսքան ստեղ խոսում ենք, ասում ենք, որ մեկ անձից գնումները մեր երկրում ահագնացող մասշտաբների է հասնում։ Ուրեմն ձեր հիմնադիր անդամներից մեկը Գարիկ Սարգսյան, եթե չեմ սխալվում։ Ուրեմն այս անձնավորությունը, որ ժամանակին էլի խոսում էր, տարբեր առիթերով խոսում էր կոռուպցիայից, կաշառակերությունից, մորաքրոջ տղեն $1 միլիոն տենդեր է շահել։ Շինանյութի գործ անող մորքուրի տղեն հիմա էլ գազաֆիկացման հարցերով է զբաղվում։ Այսինքն, այս ինչ է, եթե ոչ կոռուպցիա։ Այդ հայտնի խոսք է, չէ՞ կոռուպցիան պոզով պոչով ալնում։ Բայց ինչի չեն գնում, նայում տենանք, ինչ կապ ունի այդ մորքուրի տղեն, այդ ինչ տենդերներ է շահում։ $1 միլիոն գումարը տենց գետնին գցած է։ Այդ տապալված ծրագրերի մասն չեմ խոսում։ Արբանյակ եք ուղարկում, ես մի հատ էլ ասում տրինաժորա, մի հատ հասկանանք տենանք այդ ոնց է աշխատում։ Երկու նկար է արել, տրինաժոր երկու նկար է արել։ Ուրախացել եք, աշխարհով մեկ եք եղել, Snoop Dogg-ի ականջներ կանչի, 6 միլիոն էլ Snoop Dogg-ի։ Ուրա պետության բյուջեի մսխումը սենց ալնում։ Օրինակները այնքան շատ են, հիմա փոխանակ դրանից դուք հետևություն անեք։ Ասեք գնանք, հասկանանք, թուղթուգիրը վերցնենք, գրենք, ընդդիմություն եկել է քննադատում է ու փաստերով են քննադատում։ Եկել եք ուրիշ բաներ եք խոսում ստեղ։ Առաջարկել եք ներկայացրել, որ ասեք առաջարկություններ չեք ներկայացրել, այդ քննարկումների ժամանակ բազմաթիվ առաջարկություններ եք ներկայացրել։ Անձամբ ես ասեմ են 7 միլիարդ որ ջոյին եք տալիս։ Հոսանքի մեծ մասը գնում է դրան։ Այդ ջոյնում էլ ամբողջությամբ կոռուպցիա է։ Այն ժամանակ էլ եղել, հիմա էլ։ Արևային կայաններ պետք է տեղադրվեն այդտեղ եւ կրկնակի երակի
էժան ալնելու։ Ու տենց բազմաթիվ առաջարկներ կան, որ բացի քննադատությունից այդ առաջարկություններն էլ հնչում են։ Բայց դրան պետք է ականջալուր լինեք, որին որ դուք չեք լնում, ականջալուր չեք լինում, եւ դրա պտուղները քաղելու եք, որովհետեւ մենք հավերժ չենք, ոչ մենք ենք ստե ամիսներով, տարիներով նստած ելնելու, ոչ էլ դուք եք այդ աթոռներն ելնելու։ Բայց գալու է բոլորի պատասխանատվություն կրելու ժամանակը։ Եվ այդ պատասխանատվություն կրելու ժամանակին պետք է գլուխներս բարձր մտնենք մեր ժողովրդի մեջ, որ մեր արածներից չփոշմանենք։